Սևանում 19-ամյա Արամ Խաչատրյանի սպանության գործով 2 կալանավորված կա, գլխավոր դատախազությունից են հայտնում։ Ըստ տեղեկությունների երիտասարդին սպանել են աղջկա պատճառով, իսկ կալանավորվածները անչափահասներ են։ Հիշեցնեմ, սպանությունը կատարվել է փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել եւ կանչել են Սևան եւ առանց որևէ բան քննարկելու դանակի հարվածներ հասցրել։ Տեղեկություններ կան, որ Արամն ընկերոջ հետ էր գնացել, դեպքի ժամանակ ընկերը ավտոմեքենայում է եղել։ Նա տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում Արամին, գրկախառնվում, ապա անմիջապես սկսում դանակահարել։ Ընկերը մեքենայից դուրս է վազել, մոտեցել Արամին, ինչից հետո դանակահարողը փախուստի է դիմել։ Երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Ավելի ուշ պարզվել է, որ նա պայմանագրային զինծառայող էր։ Թուրքիայի 9-րդ գլխավոր ավիաբազային պատկանող F-16 կործանիչ է աղետի ենթարկվել Բալաքեսիր նահանգում, օդաչուն զոհվել է։ Կործանիչի բեկորները ցրվել են հարյուրավոր մետրեր շառավղով, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել փակել մայրուղու մի հատվածը։ Վթարի պատճառը պարզելու համար զինվորականները եւ դատախազությունը համատեղ քննություն են անցկացնում։ Հայաստանում հանցախումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունից հայտնում են, որ մի խումբ անձինք իբր տարածք են վարձակալել Պարոնյան փողոցում, այն կահավորել հատուկ համակարգչային տեխնիկայով։ Նրանք կապվել են Միացյալ Նահանգներում բեռնափոխադրում իրականացնող անձանց հետ եւ առաջարկել իրականացնել այդպիսի ծառայություն տարբեր ապրանքների համար։ Ապա իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են եւ տեղափոխել այլ հասցե, իսկ հետագայում վաճառել տարբեր երկրներում։ Իրավապահներն այս գործի շրջանակում նաև համագործակցում են Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ, ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։ Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնությունը։ Facebook-ի իր էջում հայտարարել է հենց Աննա Հակոբյանը եւ նշել, որ լքում է կառավարական առանձնատունը։ Երևի արդեն լքել է, քանի որ տեսանյութում նա որպես այդ օրվա ամսաթիվ նշում է փետրվարի 25-ը։ Հեռանալուց առաջ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենը անհրաժեշտ է համարել մի քանի կետի մասին տեղեկացնել հանրությանը։ Փաստ առաջին ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Իմ քարտի ընկագումար Իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետեւ ամեն անգամ բացել ես երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զբաղարար չափով վիրավորան։ Աննա Հակոբյանը նաև հայտնել է, որ ցանկություն ունի շարունակել աշխատել որպես Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև իր խոսքով դա վարձու աշխատանք է, ինչն իրեն շատ է պետք։ Դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցի պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն։ Այնուհետև Աննա Հակոբյանը ցուցադրել է իր զարդերն ու այլ արարողակարգային նվերները, նշելով, որ դրանք հանձնում է պետությանը։ Կառավարական ամառանոցին հրաժեշտի տեսանյութի ավարտին նաև վստահեցրել է, որ երևացող տուփերի մեջ միայն իր անձնական իրերն են։ Չուշացավ Փաշինյանի գրառումն այս թեմայով, նա ներողություն խնդրեց նախկին քաղաքացիական կնոջից նրան դառնություն պատճառելու համար։ Բաքվում գնացքի եւ բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Խազարի շրջանում երկաթուղային անցման վայրում էլեկտրական շոքեքարշը բախվել է ջրցան բեռնատարի։ Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։